5000 տարի առաջ մի շինարարություն սկսվեց, որը մինչ օրս անհնար է կրկնել ժամանակակից տեխնիկայով։ Սա Քեոպսի մեծ բուրգն է։ Դուք գիտեք, որ այն կառուցվել է 2.3 միլիոն քառեբլոկից։ Միջինը յուրաքանչյուրը կշռում է 2.5 տոննա։ Պատկերացրեք, յուրաքանչյուր քարը նույնն է, ինչ մեծ փիղը, եւ այս ամենը բարձրացվել է գրեթե 150 մետր բարձրության վրա առանց ժամանակակից կռունկների։ Բացի չափերից զարմացնում է ճշգրտությունը։ Բուրգի կողմերը գրեթե իդեալականորեն ուղղված են աշխարհի 4 կողմերին՝ հյուսիս, հարավ, արևելք եւ արևմուտք։ Իսկ հիմքի քարերն այնքան սերտ են կպած իրար, որ դրանց արանքով ասեղ անգամ չի անցնի։ Եվ սա արվել է պղնձե գործիքներով։ Իսկ ինչպես են բարձրացվել այդ քարերը։ Գիտնականները ենթադրում են, որ հիմնական գործիքը եղել է թեքահարթակների համակարգը, կառուցված բուրգի պատերի շուրջ կամ ներսում։ Բանվորները, ոչ թե ստրուկները, այլ հմուտ շինարարները, քարերը քաշում էին փայտե սահնակներով։ Ավելին, վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանք խոնավեցնում էին ավազները սահնակների տակ շփումը նվազեցնելու համար։ Պատկերացրեք, երբ բուրգը նոր էր կառուցվել, այն ծածկված էր բարձրորակ սպիտակ փայլուն կրաքարով։ Երբ արևը դիպչում էր դրան, բուրգը փայլում էր նեղոսի հովտում։ Կարծես հղկված զարդ լիներ։ Այս ամենով հանդերձ գործընթացի մի մասը մնում է գաղտնիք։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Այս ինժեներական հրաշքը հնարավոր է ստեղծել այդքան պարզ միջոցներով։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններով։